Գիտեք, որ կան հարցեր, որոնք ինքնին մանիպուլյատիվ են։ Երբ ես ամուսնանալու։ Ինչու երեխա չեք ունենում։ Դու սաղ կյանքդ սովորում ես։ Երբ ես քեզ նորմալ աշխատանք գտնելու։ Այս հարցերից շատերը սկսում են ամաչել, անհարմար զգալ, փորձել սպառիչ պատասխաններ գտնել ում պատահի, արդարանալ, ինչը գցում է մեր ինքնագնահատականը։ Ուրեմն ինչպես պատասխանել նման հարցադրումներին։ Առաջինը. վերահսկեք սեփական էմոցիաները եւ պատասխանեք մտածված, ոչ թե այդ պահին ինչ եկավ ձեր մտքին։ Երբ մարդը մտնում է մեր անձնական տարածք, եկեք պատկերացնենք, որ դա տեղի է ունենում ֆիզիկապես։ Նման դեպքերում մենք ինքնաբերաբար հետ ենք գնում։ Ճիշտ է, նույնը պետք է անել զրույցի մեջ, վերցնել դադար, որպեսզի նույն էմոցիոնալ վիճակում չպատասխանենք, այլ մենք հանդարտվենք եւ պատասխանենք մեր դիրքից։ Սա էմոցիոնալ մակարդակն է։ Երկրորդը, ավելացրեք նաեւ ֆիզիկական տարածությունը ագրեսորի կամ մանիպուլյատորի հետ։ Երրորդ, երբեք մի արդարացեք, երբեք մի ապացուցեք։ Մանիպուլյատորին հենց դա էլ պետք է։ Մի ամաչեք մարդուն ասել, որ ինքը մուտք է գործում ձեր անձնական տարածք։ Ավելի լավ է մեկ անգամ ասել ամեն բան իր անունով, քան ընդմիշտ ապացուցել բոլորին։